Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալը մոտենում է ավարտին, իսկ այդ ավարտը լինելու է լարված, հեռուստադիտողները բառացիորեն չեն կարողանա աչքները կտրել էկրանից։ Դեկտեմբերի 30-ի եզրափակիչ հեռուստասերիալում վերջապես բացահայտվելու են բոլոր գաղտնիքներն, իսկ հերոսները կանգնելու են իրենց կյանքի ամենակարևոր ընտրության առաջ։ Վերջին սերիաները լինելու են ամենալարված ու հետաքրքիր սերիաները։ Լիլիթը տարիներ շարունակ ապրել է վրեժի, կասկածների ու ագրեսիայի միջավայրում, նա վերջնականապես կորցնելու է ինքնակառավարումը, ինչպես արդեն մեր նախորդ տեսանյութերից մեկում պատմել էինք, Արամը փորձում է նրան հանգստացնել, բայց ենթադրաբար Լիլիթը գտնվում է հոգեբանական ծանր վիճակում։ Լիլիթն ուղղակի բռնում է Արամի ավտոմեքենայի ղեկն ու փորձում է շեղել ավտոմեքենան, հավանաբար ավտովթար է տեղի ունենում, որի հետևանքով ողբերգական դեպքեր են լինում, բայց սա ընդամենը ենթադրություն է։ Մոտեցող վերջաբանում հավանաբար բացահայտվելու են հետաքրքիր գաղտնիքներ։ Արամը հրաշքով փրկվելու է, քանի որ նա ոչ մի մեղավորություն չունի այս պատմության մեջ։ Լիլիթը դժվարությամբ, բայց ողջ է մնում, սակայն բժիշկները հավանաբար հայտարարելու են, որ նա չի կարող վերադառնալ իր նախկին կյանքին։ Իհարկե, ինչպես արդեն նշել ենք բազմաթիվ անգամ, սա ընդամենը ենթադրություն է, բայց ենթադրությունների մեծ մասը արդարանում է հետագա սերիաներում, այսինքն ճիշտ են դուրս գալիս։ Անգելինան հոգեհարազատ ցավ է ապրում լսելով, որ Հենրին հեռացել է երկրից, բայց իրականում Հենրին մեկնել է ոչ թե Անգելինայից փախչելու, այլ իրենց ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե ինչ է լինելու հետագայում։ Հենրին շատ շուտով վերադառնալու է ու վերջին սերիաներում նախատեսվում է Հենրի Անգելինա միացումը, եւ այստեղ ամենամեծ ռոմանտիկ սյուժետային գիծը հասնում է իր գագաթնակետին։ Անգելինայի արցունքները հոսում են, բայց վերջապես կատարվում է այն, ինչին ամիսներով սպասում էին հեռուստադիտողները։ Անգելինան ու Հենրին միասին են լինում։ Սեմը վերադառնում է ոչ պատահական, նրա պատմությունը լրիվ շուռ է տալիս շղթան, պարզվում է Մերին ու Սեմը տարիներ շարունակ ապրել են ստի մեջ։ Բացահայտվելու է, որ նրանք քույր ու եղբայր չեն։ Այս նորությունը բացում է մի հսկայական գիծ Մերիի անցյալի, նրանց գաղտնիքների և ընտանիքների փոխհարաբերությունների շուրջ։ Սեմը վերադարձնում է հավանաբար այս պատմության իրական մանրամասները։ Միքայելի կերպարը եզրափակչում դառնում է առանցքային։ Պարզվում է վերջապես, թե ով է իրականում պատասխանատու Աննայի տարիներ շարունակված տառապանքների համար և հրապարակում է փաստեր, որոնք երկար ժամանակ թաքցվել էին։ Միքայելն առաջին անգամ սերիալում հանդես է գալիս ոչ որպես բացասական տղամարդ, այլ որպես հստակ որոշում կայացրած հերոս։ Հեռուստադիտողները վերջապես տեսնում են Աննային, ուրախ նրա վերադարձը ոչ միայն ցնցելու է բոլորին, այլ նաև ավելացնելու է մեծ հարց. ինչու այսքան ժամանակ Աննան գլխի չէր ընկել, թե ով է Անգելինան և Միքայելն ինչպես է իր երեխային խլել։ Իհարկե, դեռ նոր գաղտնիքներ շուտով բացահայտվելու են, բայց ինչպես երևում է, ոստիկանությունն արդեն խառնվել է այս գործին, և Միքայելը հավանաբար շատ շուտով հայտնվելու է ճաղերից այն կողմ, քանի որ նա է կազմակերպել այս ողջ խառնաշփոթը։ Վերջին սերիաներում բոլորը հավաքվելու են մեկ վայրում։ Հավանաբար վերջին սերիան տեղի է ունենալու դպրոցում, ինչպես որ հեռուստասերիալը սկսվեց, և հավանաբար կրկին վերջին զանգ է լինելու, ինչպես վերջին զանգի անվանումն է։ Ամեն հերոս կանգնելու է իր ճակատագրական ընտրության առաջ։ Միքայելը վերջապես ընդունելու է իր սխալները և ներողություն է խնդրելու։ Անգելինան և Հենրին ընտրում են նոր սկիզբ։ Սեմը բացում է Մերիին իր իսկական ընտանիքի դռները։ Արամը Մերիի հետ երջանիկ է լինելու և հավանաբար օգնելու է Լիլիթին վերափոխվելու և ավելի բարի դառնալու մեջ։
Լիլիթին հավանաբար դեռ երկար բուժում է պահանջելու ավտովթարից հետո։ Աննան ողջ է, ուժեղ և նա սկսում է նոր կյանք առանց վախերի և բոլոր զանգերի մեջ լսվում է վերջին խորհրդանշական զանգը, վերջին զանգը, որը ոչ միայն ավարտում է դպրոցական կյանքը, այլ նաև ավարտում է հերոսների անցյալը, նրանց տալով նոր ապագա։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ինչ եք կարծում, ինչպես է ավարտվելու հեռուստասերիալը և արդյոք բոլոր բացասական կերպարները ստանալու են իրենց արժանի պատիժները, իսկ դրական կերպարները լինելու են երջանիկ։ Իհարկե, այստեղ հավանաբար ամեն ինչ արդեն ավարտված է, մնում է միայն Հենրիի ու Անգելինայի միասնությունը, որպեսզի երջանիկ ավարտ լինի, բայց քանի որ հեռուստասերիալին դեռ կա մի քանի շաբաթ, ապա սա նշանակում է, որ Դիանա Գրիգորյանը դեռ նոր ինտրիգներ ու նոր գաղտնիքների բացահայտումներ է պահել, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։